Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Կարող է շատ բան էլ առաջվանը չի, բայց դու չես փոխվել գոր։ Էլի ընդհատում ես, էլի չես լսում, քո ասելիքը ասում ես ու վերջ։ Բայց սենց չի լինի գոր։ Ես գալիս եմ, դու ուզես դա, թե չէ։ Գալիս եմ, որովհետև լիքը չասած բան ունեմ, կորցրած տարիներ ու չավարտված պատմություն։ Ու կամ այս պատմությունը պիտի ավարտվի, կամ էլ Կամել։ Լավ, մամ ջան։ Հուսով եմ ոչ մի խնդիր չի լինի, չէ՞ Տաթև ջան։ Չէ, ոչ մի բան չի լինի, կարևորը խոսացի մամայիս հետ։ Եթե պետք լինի, արդեն կզանգի ձեզ։ Շատ լավ։ Դե դու ինձ ասացիր, որ քեզ շատ հետաքրքիր է թե տպարանում ինչա տեղի ունենում, ինչպես են այդ աշխատանքները կայանում։ Արի գնանք ու սկսենք ուսումնասիրել, հա։ Գնացինք։ Ինչ կամ Եվա, ինչ կամի մասին է խոսքը։ Ամեն ինչ վաղուց ավարտվել է։ Վերջը հիշացնեմ ում պատճառով ու ինչի է ավարտվել ամեն ինչ։ Հենց որ հին բաներ հիշելու փոխարեն ավելի լավ է դու քո կյանքով զբաղվի։ Չգիտեմ, ապրի ուղղակի։ Չէ գոր, չես հասկանում։ Իմ կյանքը շարունակելու համար նախ ես պիտի գամ, որովհետև ինձ սենց ապրելը շատ դժվար է։ Գիտես ինչքան ծանրություն կա մեջքիս։ Դու ինձ մեղավոր հանեցիր, ինչքան մեղք կա դրեցիր իմ մեջքին ու հիմա ինձ առաջարկում ես, որ ես առաջ գնամ։ Եթե քեզ հարմար է, որ ես մեղավոր լինեմ, թող այդպես լինի։ Մենակ մի արի։ Գոր, ես չեմ գալիս, որ վրեժ լուծեմ։ Ես այդքան էժան մարդ չեմ։ Ես գալիս եմ այն ամենի հետևից, ինչը որ ինձ է պատկանում։ Ու հա մի բան էլ, չգիտեմ ճակատագրի խաղա թե ինչ, այն ընկերդ, թվացյալ ընկերդ ում հետ ինձ բռնացրել էիր իբր դավաճանության վայրում, ինքն էլ է Երևանում, ու ես հիմնականում հենց դրա համար էլ գալիս եմ։ Դու ինձ չթողեցիր, որ ես խոսամ, բայց հիմա այդ ամենը կասի ընկերդ, ու դու ուզես թե չուզես պիտի լսես այդ ամեն ինչը։ Գոր Լավ վերջ, հերիքա։ Չնայես ենքով, եսքան իրար հետ գործ ենք արել, ջուրը չգցես ես մեր չարչարանքը։ Հա բայց կլինի գոնե ձերքս բաց թողնես։ Չէ, իրական բոլոր զույգերը իրար հետ, որ նստում են, իրար ձերք են բռնում, չնայես հանկարծ են կողմ։ Ինձ արդեն այս ամեն ինչը դուրս չի գալիս ու ընդհանրապես շոկում եմ։ Հա, որ։ Հա։ Ինչքան պետք էր տեսավ։ Արի արդեն գնանք, կամ էլ ես եմ գնում։ Ուր գնանք։ Պատկերացրա օրինակ իրական զույգերը այգու նստարանից բացի ուրիշ տեղեր են գնում։ Օրինակ տուն։ Բա ասում էր այստեղ են։ Հենց նոր գնացին։ Հա։ Հա, դե դու չտեսար, որ եկավ նստեց ու մեզ էր նայում, չես տեսել։ Տեսել եմ։ Բա ինչ կա։ Համել ապրես, այսօրվա քննությունը գերազանց ես ստանում։ Շատ մեծ հույս ունեմ, որ այսքան չարչարանքս մի արդյունք կտա։ Ուզում ես շուտ ազատվել ինձնից։ Մենք երկուսս էլ դրա համար ենք այստեղ եկել, մոռացել ես։ Ես չէ։ Չհասկացա։ Դե որ ինձ մնար, ես ու դու միշտ էլ ընկերներ կլինեինք, ուղղակի դու ոնց որ շատ խիստ ես տրամադրված։
Չնայած քեզ ասեմ իմանաս, մենք ընկերներ լինենք թե չէ, մեկա դու իմ հարսանիքին անպայման գալու ես։ Որ մեղքիս համար։ Այն մեղքիդ, որ ամենաշատն ես ինձ օգնում, որ ամուսնանամ։ Հա? Դե եթե տենց է, սրանից հետո երբեք չեմ օգնելու։ Ինչի որ չամուսնանամ ուրիշի հետ։ Չէ, որ ստիպված չլինեմ հարսանիքիդ գալ։ Պահ։ Ամեն ինչ կարգին է։ Հա, այսօր եք գնում բա։ Տաթևին հետաքրքրում է տպագրական գործընթացը, ուզում եմ, որ իր աչքով տեսնի։ Կգաս մեզ հետ։ Հա, կգամ։ Լավ, դե գնացինք։ Ինչ լավ օր է, չէ՞ այսօր։ Չէ։ Արամ։ Հա։ Ուր։ Կարող եմ իմանալ ինչի վրա ես այդպես ուրախ։ Դե որ քո առաջ մի հատ լավ նպատակ ես դնում ու զգում ես որ քիչ-քիչ հասնում ես այդ նպատակից, ոնց կարաս չուրախանաս։ Պարզա։ Ես արդեն հոգնեցի տաքսի եմ ուզում կանչեմ։ Ռեբեկա ջան, մի քիչ է մնացել որ հասնենք ձեր տուն, ի՞նչ տաքսի։ Բայց ով ասաց, որ ես մեր տուն եմ գնալու։ Բա ուր ես գնում։ Քեզ ինչ։ Ռեբեկա ջան, ուր ես գնում, արդեն մութը հեսա մի քիչ հետո կընկնի։ Լավ, արի ես էլ մի քիչ նուրբ տոնով ասեմ։ Քեզ ինչ։ Լավ, գոնե հասցեն ասա, որ տաքսի կանչեմ։ Չեմ ուզում, փոշմանեցի։ Բայց դու արդեն գնա։ Ինչի։ Ինչի ես այսքան շատ հարցեր տալիս։ Ես չեմ հասկանում, դու ինձ ցրում ես։ Մեկ ասում ես ուզում եմ գնամ տուն, հետո ասում ես տաքսիով եմ ուզում գնամ տուն, ասում եմ լավ, ես քո համար տաքսի կկանչեմ, ասում ես չէ, լավ, տաքսիով չեմ ուզում գնամ տուն, ասում եմ լավ, ուրեմն ես կգամ, ասում ես չէ, դու մի արի։ Ինչ ասում եմ, հակառակն ես ասում։ Եթե ուզում ես ես կգնամ, բայց դու գնա տուն։ Ես չեմ ուզում տուն գնամ։ Ուրեմն այսօր հայտարարում ենք մեր օրը ու մինչև ուշ գիշեր մեր համար կքայլենք, հա։ Մի հատ ձեռքերդ քեզ հավաքի ու բեմից իջի։ Ստեղ հանդիսատես չկա, ես չգիտեմ դու ում համար ես խաղում։ Ու ընդհանրապես, քեզ ով է թույլ տվել ձեռքերիդ ազատություն տալ։ Լավ կներես։ Ուղղակի այսօր նենց լավ խաղացինք, որ մնացի դերի տակ։ Ու արդեն չգիտեմ երբ ինչ պիտի անեմ, որտեղ պիտի անեմ։ Շատ իզուր, որովհետև դա շատ վտանգավոր է քո առողջության համար։ Ես սովածացել եմ, Կարող գնանք միտեղ մի բան ուտենք։ Ես չեմ սովածացել։ Հա, բայց հեսա մութը կընկնի, դու հաց չես կերել, չէ՞։ Չէ, բայց ես սովածել չեմ։ Դե լավ, ուրեմն ես կուտեմ, դու կնայես։ Ինչ շնորհքով ես։ Շնորհակալ եմ գնահատելու համար։ Խնդրեմ։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Բա հեն ոնց էր քեզ հետաքրքիր էր։ Շատ հետաքրքիր։ Շուտով քո շարադրությունն էլ կհայտնվի մեր տպարանի եւ տպագիր եւ էլեկտրոնային թերթում։ Ուրախ ես։ Ուրախ եմ, բայց մտածում եմ, որ չի ուզի։ Ինչի։ Մամաս չի կարդացել իմ շարադրությունը։ Բայց սպասում եմ, որ տպագրվի ու կարդա։ Ամբողջ շենքում արդեն տարածել է, որ իր աղջիկը մրցույթում հաղթել է։ Պապայի մահից հետո մենակ ինձանով է ապրում։ Իմ հաջողություններով է ուրախանում։ Ես էլ փորձում եմ ամեն հարցում լավագույնը լինեմ։ Կարևոր չի, որ ես սիրում եմ, ուզում եմ կամ չեմ ուզում։ Չգիտեմ,
եմ, որ կարդայիմ երազանքի մասին ինչ կզգա։ Գիտես, Տաթև, շատ կարևոր է, որ մեր ծնողին թույլ տանք իրապես մեզ ճանաչել։ Օրինակ դու գիտես, չէ, քո մաման ինչ է ուզում, ինչ է երազում, ու ամեն ինչ փորձում ես անել, որ իր սրտով լինի։ Բայց քո զգացմունքները, քո իրական ցանկությունները թաքցնում ես։ Դու այդպես մամայի հանդեպ արդար չես, չէ։ Բա որ կարդա ու տխրի։ Ցանկացած զգացմունք մարդու համար է։ Երբեմն մարդկանց այդ տխրելը, միասին ցավ հաղթահարելն ավելի է կապում, քան ուրախ պահերը։ Մրցույթի կանոններից ելնելով քո շարադրությունը պիտի տպագրվի, բայց եթե դու որոշես, որ չես ուզում, չի տպագրվի։ Իրոք։ Բայց արդեն ուշանում ենք, Տաթև ջան, դու 20 րոպեից պետք է դպրոցում լինես։ Դե լավ, ուրեմն գնանք իմ աշխատասենյակ, համ էլ քո նվերները կվերցնենք։ Լավ։ Ինչ եղավ այդ տղեն սոված մեր արդեն։ Դու հաստատ սոված չես, չէ։ Չէ, Նայի, կարող է մտափոխվես, այսօր ինձ փոխարինող խոհարարի հերթն է, բայց ինքն էլ շատ համով ձեռքում է։ Կարաս փորձես։ չէ, չեմ ուզում։ Չնայած ամեն մեկի հետ հաց ուտելը վատ չի ստացվում, մեկ գիտես։ Կարաս դու ուղակի հացը ուտես, առանց ինչ-որ ձայն հանելու։ Իհարկե կարամ, Ռեբեկա ջան։ Սենց համով ուտելիքները նայում են ինձ ու ասում են կեր, ոնց կարող է չկարողանամ։ Չէիր ուզում, չէ հաստատ։ Չնայած դու ինչքան հիշում եմ, քո ասածներից հետ չէիր կանգնում, չէ։ Որ ուզես կասես։ Հա, տենց էլ կա։ Հա, գիտեմ։ Նենց համով է։ Վերջ, հանձնվում եմ։ Ու դու ես մեղավոր։ Նենց հաճույքով ես ուտում, որ իմ ախորժակն էլ բացվեց։ Ես էլ եմ ուզում հա ուտում։ Ռեբեկա ջան, դու քիչ-քիչ բոլոր հարցերում հանձնվելու ես։ Ասեմ իմանաս։ Այսինքն, բարի ախորժակ, ինձ։
հետաքրքիր մարդ ես դու։ Ոնց ես կարող միանգամից նենց անես, բոլորին քեզնով ես անում։ Այդ երեխան էլ միանգամից քեզ սիրեց։ Որովհետև ես էլ իրեն սիրեցի ու չթաքցրեցի։ Բայց այ դու ինչ որ բան թաքցնում ես հաստատ։ Ես։ Հա դու։ Ու սա առաջին անգամը չի։ Ես տեսնում եմ, որ դու լարված ես ու շփոթված։ Ու այդ ամենը ինչ որ զանգերից հետո։ Գոր խնդրում եմ քեզ, ավելի լավ է ասես, որ այդ մասին չես ուզում խոսես, քան խաբես ու ասես, որ ոչ մի բան չկա։ Էլի եմ ասում, ամեն դեպքում, եթե չես ուզում այս մասին խոսենք, ուղղակի ասա, ես ավելորդ հարցեր չտամ։ Եվան էր զանգում։ Եվանովը։ Քո նախկին։ Հա։ Արի քայլենք։ Համով էր, չէ։ Հա, համով էր։ Օրինակ, բայց գիտես, ես քեզ որ նայում եմ, հեչ չէի մտածի, որ կարող է fast food-ի սիրահար լինես։ Ինչի։ Դե դու ավելի շատ տենց որ քեզ նայում եմ ժուլիեն, սուշի, տիրամիսու, այդ վիճակների մեջ ես էլի։ Այդ որն է։ Այդ են որ քիթդ բարձր, հպարտ, տենց մեր նման ջիգյարով վիճակների մեջ չես էլի։ Ուզում եմ հասկանամ Ժուլիենի ու քիթդ բարձրի կապը որն է։ Դու նայ ավելի շատ առավոտյան բացօթյա սրճարանում կապուչինո նմանատիպ ինչ որ բաների կողմնակից ես վիճակների մեջ ես էլի։ Չի հրաժարվի, բայց կապուչինո չէ, ամերիկանո, ես կաթ չեմ սիրում։ Կաթ չեմ սիրում ամերիկանո, կաթ չեմ սիրում ամերիկանո, կապուչինո չեմ սիրում։ Անգիր ես անում։ Դենց թվում է կարելի է ամեն դեպքում հիշել։ Անիմաստ ինֆորմացիայով մի ծանրաբեռնի ուղեղդ։ Լսի լավ, հեսա մի քիչ հետո արդեն մութներ կընկնի, կարող է քեզ տանեմ տուն։ Չէ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դու չես ուզում ուղղակի գնաս տուն։ Չէ, ինչ ճիշտ հասկացի, ես շատ եմ ուզում, որ դու անընդհատ իմ հետ մնաս, բայց տուն էլ պիտի գնաս էլի։ Իսկ ինչի ես ուզում, որ ես անընդհատ քո հետ մնամ։ Որովհետև ուղղակի չեմ կարող ասեմ, բացատրություն չունի, ուղղակի ուզում եմ։ Այ որ այդ նույն խանդավառությամբ ուզենայիր, որ ընկերուհիդ կողքիդ լիներ, ամեն ինչ մի փոքր այլ կլիներ։ Ինչ ընկերուհի։ Ում համար էինք այսօր ներկայացումը խաղում։ Հա, տենց մտքիցդ դուրս չի գալիս։ Կարևորը քո մտքից դուրս չգա, Արամ ջան։ Դուք թողնես, որ իմ մտքից այդ դուրս գա։ Ամեն դեպքում ես կպատկերացնեմ, որ իմ հետ այնքան հաճելի է, որ դու չես ուզում գնաս տուն։ Ուշքու միտքս դու ես։ Տես, էդ էլ հո ես չասեցի։ Դա սարկազմ էր ընդամենը։ Ես այդտեղ ոչ մի սարկազմ չտեսա, անձամբ Ռեբեկա Սարոյանը ասեց, որ իր ուշքու միտքն եմ ես։ Լրջացի մի հատ։ Սրանից լուրջ էլ չի լինում։ Անտանելի ես ուղակի։ Լսի, ես գանձ եմ, գանձ։ Ոչ Երանի աղջկան, ով որ քեզ հետ պետք է լինի։ Այդ աղջիկը դու ես, Ռեբեկա ջան։ Ինչ կուզես պատվիրենք։ Ոչ մի բան։
Ասացիր, որ այստեղ կկարողանանք հանգիստ խոսել։ Ասար, ես հասկանում եմ, որ այս թեմաները քո համար շատ տհաճ է, բայց ես չեմ պատրաստվում քեզնից ինչ-որ բան թաքցնեմ, որ դու էլ հետո անհիմն կասկածներ ունենաս։ Գոր դու ասում ես, որ այդ աղջիկը ձերբակալված է։ Հա, ես տենց գիտեի։ Հետո Արամի հետ խոսացի, ինձ ասեց, որ ազատության մեջ է արդեն։ Այս պատմության մասին Ամերիկայում բոլորը գիտեն։ Ես էլ Արամի միջոցով իմացա։ Լավ, բա ինչի՞ է քեզ զանգում, եթե ձեր մեջ ամեն ինչ ավարտված է։ Հա, ավարտված է։ Ու ինձ թվում է դու իմ սիրո մեջ պետք է կասկած չունենաս։ Դու գիտես չէ, որ այս աշխարհում մենակ քեզ եմ սիրում։ Գիտես չէ։ Գիտեմ։ Հիմա ինձ համար շատ տհաճ է այս ամեն ինչի մասին խոսալ։ Բայց ես նորից եմ ասում, չեմ ուզում քեզնից ոչ մի բան թաքցնեմ։ Ուզում էի քեզ զերծ պահել այս ամեն ինչից, բայց Գոր, դու քեզ վատ մի զգա։ Ու քեզ այնպես մի պահի, իբր ինչ-որ բանում մեղավոր ես ու պիտի արդարանաս։ Եթե դու ասում ես, որ կապ չունեք, ես հավատում եմ քեզ։ Ուղղակի ինձ էլ հասկացի, ինձ համար էլ է տարօրինակ ու ես հանկարծակի եկա, որ քիչ չի բանտից դուրս է եկել, մի բան էլ առաջինը քեզ ա զանգել։ Գոր, երբ դուք բաժանվել եք, ձեր մեջ ինչ-որ կիսատ հարցեր մնացել են։ Չէ, Սարա, ոչ մի կիսատ բան չկա։ Ես իմ անձի կողմից եմ պատասխանում։ Ամեն ինչ ավարտված է, ու գրեթե 5 տարի առաջ է ավարտվել։ Հիմա ես չեմ հասկանում ինչ է ուզում։ Երևի ուզում է վթարից խոսանք, չգիտեմ։ Լավ, վերջ։ Վերջ, արի էլ չշարունակենք։ Կարևորը, որ մեկս մյուսի հանդեպ ազնիվ ենք։ Ես սուրճ կխմեի, դու։ Վերջ, Արման ջան, ես երևի մի 2 ժամ դեռ կմնամ այստեղ, դու ազատ ես, կարող ես գնալ։ Դե ամեն դեպքում տարածքում կմնամ։ Ես ինձ լավ եմ զգում, ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղիր։ Ախր պահիտակ ես սև ատանում։ Այսօր հաստատ լավ եմ, կարող ես հանգիստ լինել։ Սարոյան, հիվանդանոցից էին զանգել ու հատուկ զգուշացրեցին, որ բոլոր փաստաթղթերը մեր հետ վերցնենք, հանկարծ չմոռանաս։ Չէ, հիշողությունս դեռ տեղն է։ Գիտեմ, ուղղակի ասում եմ։ Գիտես, շատ հետաքրքիր է։ Ես եմ բոլորից թաքցրել իմ հիվանդությունը, չէ՞։ Ես եմ այդպես ցանկացել, որ ոչ ոք չիմանա, որ ոչ ոքի աչքերում խղճահարություն չնկատեմ։ Այ հիմա դու անհանգստանում ես ինձ համար, չէ՞։ Ու ես չեմ բարկանում։ Դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ ես ինչ որ կերպ խոսքով կամ իմ արարքով ուղղել եմ իմ շատ ու շատ սխալներից մի որոշ մաս։ Ու դրա համար ես քեզ շատ շնորհակալ եմ։ Էդ ես եմ շնորհակալ։ Ու շատ բաների համար եմ շնորհակալ։ Գիտես, Արման, մարդ ինչքան էլ որ ապրի, ինչքան էլ որ հերքի, միևնույն է միշտ հոգատարության կարիք ունի։ Ու շատ անգամ մի քաղցր խոսքը, մի ժպիտը 1000 տեղ կարող է արժենալ։ Շնորհակալ եմ քեզ։ Դե քեզ լավ նայի։ Տաթևը շատ լավ երեխա է։ Հա, շատ լավն է։ Մի տեսակ ժամանակից շուտ մեծացած, խելացի աչքերով, չափված, ձևված, բայց մեկա երեխա է։ Ամենածանր բանն է ժամանակից շուտ մեծանալը, որովհետև կյանքի ընթացքում շատ բաներ կարող ես վերականգնել, չունեցածդ ձեռք բերել,
Բայց մանկություն, որ չես ունենում, ուրեմն չես ունենում։ Կներես, Գոր, կներես։ Ես գիտեմ, որ իմ այս խոսքերով քեզ ավելի եմ ցավեցնում։ Ուղղակի, որ Տաթևին էի նայում, մի պահ իր մեջ ինձ գտա։ Ես էլ եմ շատ բաներից զրկված եղել։ Ես էլ դպրոցում շատ բաների չեմ կարողացել մասնակցել, ուղղակի այդ մասին մամայից չեմ ասել, որ չնեղվի։ Երբ էքսկուրսիա էր լինում կամ ինչ-որ հավաքույթ, ես ուղղակի չէի խոսում այդ մասին տանը։ Ու այսօր երբ Տաթևը իր մոր մասին էր խոսում, իր մեջ այնքան մեծ հոգատարություն կար մոր հանդեպ։ Կներես։ Արման, ես մի ժամա քեզ եմ սպասում։ Ես գնացի։ Էդ ուր ես գնում։ Հա? Ես մտածեցի, որ էլ չես գա։ Ոնց կարող է չգամ, եթե աշխարհի ամենասիրուն աղջիկը ինձ է սպասում։ Բա ինչի թողեցիր, որ աշխարհի ամենասիրուն աղջիկը այսքան երկար քեզ սպասի։ Դե ճիշտ ասած, այս 10 րոպեա կանգնած քեզ եմ նայում։ Ինչի։ Դե ոնց ասեմ, մի տեսակ հանգիստ եմ, որ կողքս ես, իրար հետ ենք, սիրում եմ քեզ, ամեն ինչ այնքան խաղաղ է։ Ու են, որ տենց կանգնած նայում էի քեզ ու հիանում էի քեզանով, այնքան սիրուն ես։ Հետո ես ինքս ասում եմ, նայի Արման ջան, այն քո սիրած աղջիկն է։ Այդ ուղղակի ուշանալը տես արդարացնում։ Մեկը ջղայնանում եմ։ Ոչինչ։ Ես քեզ նայեմ հիանամ, դու ջղայնացի։ Արման, ասում ես, որ հեռվից նայում էիր սիրուն էի։ Հա, շատ։ Ուղղակի որ մոտեցա, հասկացա, որ աչքերի հետ պրոբլեմ ունեմ։ Ջան։ Գոր, մտքերով ուր ես հասել։ Ուղղակի մտածում եմ։ Տաթևի մասին։ Չէ։ Հա։ Գոր, ինչ ա եղել, մի տեսակ ես։ Չէ, ամեն ինչ նորմալ է, բան չկա։ Չհավատացի։ Դու տպարան պետք է գնաս հիմա։ Խոսքդ փոխում ես։ Չէ, սա ուղղակի շատ հոգնած եմ։ Գիշերը չեմ քնել։ Մինչև Ամերիկայում նորմալ ժամ էր, մի երկու գործնական խոսակցություն ունեցա։ Գոր, դե ուրեմն ավելի լավ է գնաս տուն քնես մի քիչ, ես էլ գնամ տպարան, հետո կտեսնենք իրար։ Չես նեղանա, չէ։ Որ նեղանամ, երեկոյան չենք տեսնելու, չէ։ Որ չտեսնվենք, կարոտելու եմ։ Չէ, ինձ ձեռք չի տալիս նեղանալը, չեմ նեղանում։ Ոցեմ ես քեզ սիրում։ Սենց որ գնաց, սահմանը կանցնենք, Ռեբեկա։ Ինչ սահման։ Հայաստանի, մոտներս էլ անձնագիր չկա։ Ես քեզ ասեցի, որ կարող ես գնալ։ Այսինքն դու մտածում էիր, որ պիտի քեզ մենակ թողնի, հա։ Դե ուրեմն մի բողոքի։
Հիմա դու տուն չես գնալու։ Չէ, Մինչև երբ։ մինչև ներվերս մի քիչ հանգստանա։ Մի քիչ քեզ ծանոթ լինելով, մի քիչ ճանաչելով, մի քիչ էլ մաթեմատիկա իմանալով այդ այսօր չի լինելու։ Արամ, ինչ ես ուզում։ Ուզում եմ կամ գնանք քեզ տանեմ տուն, կամ էլ որոշես գնանք ինչ-որ միտեղ, մենակ թե չքայլենք, էլի խղճա ինձ։ Ինչքան քեզ պետքա, մտածի, բայց ես էլ չեմ քայլելու։ Ես արդեն մտածեցի։ Ու դու տուն ես չէ ուզում գնալ։ դե իմ տունը չի, բայց հա։ Դե ուրեմն ես էլ կգամ քեզ հետ։ Ես երբ վատ եմ ինձ զգում, միշտ գնում եմ Վահեի տուն, ու հիմա շատ վատ եմ։ Այսինքն մնալու ես հետս։ Չէ, չեմ մնալու քո հետ։ Ես գալիս եմ Վահեի տուն։ Իսկ կմնամ թե չէ, դեռ չգիտեմ։ Էդ ինչից տենց վախեցար։ Չէ, չվախեցա, ուղղակի ուրախությանս չափ չկա։ Չհասկացա ինչի վրա ես ուրախանում։ Ես քեզ ասում եմ վատ եմ, դու ուրախանում ես։ Չէ, լավ, Ռեբեկա ջան, հասկացա, քեզ էլ բան չեմ խոսում։ Ինչի՞ ա քո հետ տենց բարդ։ Վայ, քո հետ գիտես ինչ հեշտ է։ Գիտես ամեն ինչ նենց սիրուն է, նենց հարթ է, ոչ մի պրոբլեմ չկա։ Քո հետ խոսալուց մարդու ուղեղը չի տրակում։ Գնացինք։ Բայց չենք քայլում։ Ես հեսա տաքսի կկանչեմ, տաքսիով կգնամ։ Այսօրվա ֆիթնեսը ինձ լրիվ հերիք էր։ Զանգեցիր արթնացա, կներես չէի տեսել։ Ոչինչ, բան չկա։ Ես էլ չէի զանգում, որ չարթնացնեի քեզ։ Տպարանում եմ ես։ Ինձ է սպասել։ Դե, աշխատում էի, բայց հիմա Արմանն եկել է, որ պապին տուն տանի, ես էլ կգնամ իրենց հետ։ Կներես Սար։ Ոչինչ, վաղը կհանդիպենք։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Բայց մի տեսակ ձայնդ փոխվեց, հա։ Դե գոր ուղղակի հասկանում եմ, որ ինչ-որ բան ա եղել ու ինձ չես ասում։ Բայց ես քեզ ասում եմ, որ սիրում եմ քեզ, դրանից ավելի կարևոր բան կա։ Էս վիճակդ այն զանգի հետ է չէ կապված։ Չէ։ Այն զանգից հետո Ամեն ինչ լավ է, ես վաղը կգամ։ Դու էլ որ տուն հասնես գրի։ Ճիշտ է, հիմա ես եմ ստեղ ապրում, բայց ինձ թվում է կարիք չկա քեզ ասելու, որ կարաս քեզ զգաս ինչպես քո տանը։ Հատկապես, որ ինձ այստեղ ավելի հանգիստ ու ապահով եմ զգում, քան իմ սեփական տանը։ Կներես, որ սենց ներխուժում եմ, եթե ուզում ես դու կարող ես գնալ քնել։ Ես քնեմ։ Ռեբեկա ջան, դուր քնեմ, սենց հնարավորություն դարը մեկ է լինում։ Կարողա մի բաժակ թեյ դնեմ խմենք։ Դե սուրճ չեմ առաջարկում, որովհետև ժամը մի քիչ ուշ է, բայց եթե կուզես։ Չէ, սուրճ չեմ ուզում։ Ուրեմն թեյ։ Բայց ինչ ես տենց զարմացած նայում ինձ։ Ռեբեկա, ես շատ հյուրասեր տղա եմ։
մի հրաշք անձնավորություն։ Պարզապես ամեն անգամ դա ասում եմ, ուղղակի դու հələ որ չես հասկացել դրա մասին։ Հավատա իմ հասկանալ կամ չհասկանալը քո կյանքում ոչինչ չի փոխի։ Մենակ քեզ ա թվում կփոխի թե չէ։ Թե ես Հիմա որտեղից քեզ թեյ տամ։ Ամեն ինչ կարգին, հա։ Հա, ընտիրա։